Սրբադասման կանոնը բնականաբար որոշակի նախատեսումներ է ունենալու, որոշակի կանոններ է ունենալու, որոնց համաձայն այս կամ այն անձը կարող է հռչակվել սուրբ։ Ամենայն հայոց կաթողիկոսը նույն օրը խոսում է հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանին սուրբ հռչակելու մասին, դա պետք է որոշի ժողովուրդը եւ եկեղեցու սրբադասման կարգը, որը դեռևս չկա։ Կաթողիկոսը հերքում է, որ հոկտեմբերի 27-ին Պաշտպանության նախարարությունում ներկա է եղել զինվորական բարձրագույն հրամանատարական անձնակազմի հավաքին, սակայն ընդունում է, որ հաջորդ օրը եղել է այդ նախարարությունում։ Ես եղել եմ Պաշտպանության նախարարությունում 27 դեպքերի հետ առնչված մեր մտահոգությունը եւ մեր հայրապետական հորդորը իրենց փոխանցելու նկատառումով։ Նույն օրը Երևանում լրագրողներին հնարավորություն է տրվել ներկա լինելու գիշերային ակումբի բացմանը, որտեղ ոչ հայ աղջիկները հանդես են գալու մերկապարով։ Ակումբի սեփականատերերը պնդում են, որ իրենց հաճախորդների մեծ մասը լինելու են մտավորականներ։ ԱԺՄ վարչության մի մասը ակնհայտորեն պատերազմ է հայտարարել Վազգեն Մանուկյանին, հակադրվողների մեջ է դեռևս վարչության անդամ Շավարժ Քոչարյանը։ Մենք իսկապես ընդդիմադիր ենք, բայց միևնույն ժամանակ մենք պետք է չփակենք դռները։ 2000-ի դեկտեմբերի 15-ին հրավիրած ԱԺՄ համագումարում Վազգեն Մանուկյանի դիրքերն ուժեղ են, վարչության 12 անդամի չի հաջողվում ԱԺՄ նախագահի պաշտոնից հեռացնել Վազգեն Մանուկյանին։ Քիչ եք հասկացնում է ԱԺՄ առաջնորդը։ Ոչ իման չի ստացվի։ Իրենք ճիշտ են, հենց իրենք են վարչությունը, ցավոք սրտի։ Ու վարչությունը եթե փորձի 12 հոգով ին վրա որոշում ընդունի, չի հաջողվելու։ Բայց այդ 12 հոգու մեջ շատ նորմալ պարկեշտ մարդիկ կան։ Մենք բոլորս անմեղ մեղավորներ ենք, նույն օրը Վերաքննիչ դատարանում հայտարարում է տարբեր սպանությունների մեջ ներքաշված Արմեն Տեր-Սահակյանի հանցախմբի անդամներից մեկը։ Վերջինս համոզված է եղել, որ Հայաստանի քաղաքացիների սպանության հրամանը կատարելիս հանցախումբը գործել է հանուն պետական շահի։ Նույն օրը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանն ու Սաֆար Աբիևը, պայմանավորվում են լինել մշտական կապի մեջ զոհեր բացառելու, նոր ռազմակերների փոխանակման եւ սահմանային նոր միջադեպերը բացառելու համար։ Գաղտնիք չի, որ եւ մենք եւ իրենք ունենում են որոշակի կորուստներ։ Պայմանավորվեցինք, որպես լինենք մշտական կապի մեջ, փոխանակեցինք հեռախոսներ։ Նույն օրը Լոռու մարզում շահագործման է հանձնվում Պուշկինի Լեռնանցքի 1800 մետր երկարություն ունեցող թունելը։ $1,200,000 է ծախսվել թունելի վերանորոգման համար։ Գումարի մեծ մասը համաշխարհային բանկի վարկն է։ 2001-ի դեկտեմբերի 15-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ 2002-ի ընթացքում մինչև հերթական համապետական ընտրությունները հանրաքվեի կդրվի սահմանադրության իր նախագիծը, ոչ մի ուրիշ նախագիծ չի լինելու։